տրամաբանությունը կլինի ազատություն բոլոր քաղաքապետարներին։ Հիմա կարող ենք անցնել հարցերի։ Հանրային երկրորդ հեռուստաընկերություն։ Պարոն Մամիջանյան, երեկ Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց, որ այդ անձանց առաջնորդած ուժերը չպետք է լինեն խորհրդարանում։ Խոսքը երկրորդ եւ երրորդ նախագահների եւ իրենց թիմերի մասին է եւ որոշ ուժերի առանց անուններ տալու անձանց անվանեց ազդեցության գործակալներ։ Ձեր կարծիքը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 30 քանի տոկոսը նայած որ հարցումն ենք վերցնում։ Այսինքն ամեն երրորդ մարդ, ամեն երրորդ քաղաքացին Հայաստանի Նիկոլ Փաշինյանին հավանում է դավաճան։ Ոչ թե դժգոհայրաքաղաքականությունից համարում է, որ սա պետքա փոխել։ Ամեն երրորդ քաղաքացին համարում է Նիկոլ Փաշինյանին դավաճան։ Դավաճանից նման բան լսելը զարմանալի չի։ Ինքը իր թե գործունեությամբ է ցույց տվել, թե ինքը ինչպես է այլ երկրների օրակարգը սպասարկում, եւ թե օր-օրի ի հայտ եկող փաստերը 2018 թվականի իրադարձությունների վերաբերյալ ակնհայտ են դարձնում, թե ում պատվերն էր կատարում Փաշինյանը, ով է վարժեցրել Փաշինյանին ու մինչ օրս ովքեր են Փաշինյանի կուրատորները, այդ մեկ։ Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պարլամենտում տեղ չունի, Նիկոլ Փաշինյանը իր այս հակապետական եւ դավաճանական գործունեությամբ Հայաստանում պիտի որ տեղ չունենա։ Եվ կարծում եմ վաղ թե ուշ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրեն դրա մասին կասեն։ Մնացել էր ինքը որոշեր, թե ով պարլամենտում պիտի հայտնվի, իսկ ով ոչ։ Ավելի կոպիտ չեմ ուզում ասել, որովհետեւ չեմ ուզում ախտոտել եթերը այսօրվա։ Սիվիկեյը։ Հարցնեմ, պարոն Մամիջանյան,